Սերգեյ Բագրատյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ծննդյան արդիվ եւ հարցը հիմնականում վերաբերում է ոչ թե բուն նախագծին, այլ նախագծին նպաստող հանգամանքներից մեկին, մասնարարպես այն կադրային հնարավորություններին, որ մենք ունենք Սփյուռքում, այսինքն այն մասնագետներին, որոնք այլ գերատեսչություններում, այլ երկրի գիտահետազոտական ինստիտուտներում եւ ռազմարտունաբերությունում հզոր որոշակի մեծ հեղինակություն ունեն եւ այդ մարդկանց մենք կարողանում ենք ներգրավել այս նման աշխատանքներ իրականացնելու համար, որովհետեւ համայն հայության ներուժն է անհրաժեշտ մեր ռազմարտունաբերությունը ամբողջովին իրացնելու համար։ Այս իմաստով խնդրեի, եթե կա մենք ունենք այլևս այս ցուցակը, որոնց հետ մենք պետք է աշխատենք այդ գիտական կենտրոնների եւ այդ մասնագետների հետ, եթե կա, խնդրում եմ մի քանիսի մասին տեղեկացնել մեզ։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, նախ շնորհակալություն եւս մեկ անգամ շնորհավորական խոսքի համար։ Երկրորդ ակնհայտ է, որ առաջին շարք տեղափոխվել է, եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ պարոն Քոչարյանը ձեզ հետ շատ է խոսել այս թեմայի մասին, որովհետեւ վերջին 1.5 տարիներին հիմնականում հենց պարոն Քոչարյանն է խոսում Սփյուռքից համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների մասնագիտական ներգաղթ կազմակերպելու հենց ռազմարտունաբերական ոլորտում ներգրավելու նպատակով եւ այս թեման ըստ էության մեր մշտական քննարկվող թեմաներից մեկն է, օգտվելով առիթից բնականաբար նաեւ հասկանալի պատճառներով ոչ շատ փակագծերը բացելով կարող եմ ասել, որ վերջին տարիներին ակտիվ ներհոսք ենք նկատում հենց ռազմարտունաբերական համալիրում գործող ընկերություններ, գործարաններ, թե նոր պրոդուկտների մշակման, այսինքն գիտահետազոտական աշխատանքներում եւ փորձարարական մշակումներում ուրեմն ներգրավելու, թե հենց արտադրական պրոցեսներում ներգրավելու, որպես գլխավոր կոնստրուկտորներ, տարատեսակ ինժեներներ ենք ներգրավված Սփյուռքի տարբեր համայնքներից, հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում նաև իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ։ Հուսամ կարողացա պատասխանել, որքանով որ հնարավոր էր հրապարակային կերպով։ Համեցեք արձագանք, պարոն։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, պատասխանի համար, ճիշտ ասած, պարոն Անդրանիկ Քոչարյանը դեռ չենք հասցրել այս մանրամասնությունենք, ընդամենը 1-2 օրվա պատմությունն է, դեռ չի անդրադարձել Բոստոնին, բայց ուրախ եմ, որ Բոստոնից եք սկսել, որովհետև հենց այդ ուղղությամբ նկատի ունեի որոշակի տեղեկատվություն ունեմ, կուզենամ, որ անպայման մենք մեր հայրենակիցների ներուժը օգտագործենք Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը բարձրացնելու, պաշտպանունակությունը բարձրացնելու, անվտանգությունը բարձրացնելու իմաստով, ինչ վերաբերում է հրատապությանը, մենք պատրաստ ենք օրը 5 անգամ արտահերթ նիստ անել, միայն թե կարողանանք մեր ընդհանուր նպատակին հասնել, մենք ենք շնորհակալ, որ դուք ձեռնամուխ եք եղել ավելի ակտիվ գործընթացների եւ մենք ձեր կողքին ենք այդ բոլոր խոչընդոտների ժամանակ։ Շնորհակալություն։ Իրավաբանական հարցերն եք, կասեք մենք կլուծենք այդ հարցերը, պարոն Հայրապետյան։ Պարոն Բագրատյան, տեսեք, մենք առաջիկա ժամերի ընթացքում կքննարկենք այս հարցը երկրորդ ընթերցման տանելու նպատակով եւ եթե նիստի վերջում հարկ կհամարեք պատգամավորներով, որ կարող ենք դռնփակ ձևաչափով առավել անկաշկանդ քննարկում ունենալ թե մասնագետների ներգրավման եւ թե հենց այս նախագծով նախատեսվելիք շատ կոնկրետ վերջնարդյունքի վերաբերյալ ես մշտապես պատրաստ եմ սիրով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերը սպառվեցին, հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակության համար գրանցում։